48 ժամ բնական խմորմամբ հասունացած խմորի գունդը ձեռքերով բացելուց հետո պիցցայի վարպետ Մարկո Ֆուսոն մեր խոհարարներին ներկայացնում է իտալական պիցցայի գաղտնիքները, սկսած խմորի պատրաստման տեխնոլոգիայից մինչև ճիշտ ջեռոցում եւ անհրաժեշտ ջերմաստիճանում թխելը։ Շատ կարևոր է հասկանալ, որ լավ պիցցա պատրաստելու համար պետք են որակյալ սարքավորումներ, ճիշտ ընտրված բաղադրիչներ, համապատասխան ջեռոց եւ իհարկե հմուտ մասնագետ, որի շնորհիվ խմորը դառնում է փքուն, իսկ պիցցան նրբահամ։ Մարկո Ֆուսոն ունի ավելի քան 30 տարվա փորձ, ասում է խմորի հետ աշխատանքը սպիտակ արվեստ է, որն իր երկրում փոխանցվում է սերնդեսերունդ։ Դեռ 18-րդ դարի վերջին Նեպալում ստեղծված պիցցան սկզբում պարզ ու մատչելի ուտեստ էր աշխատավորների համար, բարակ խմորի վրա լոլիկ, ձիթայուղ, սխտոր ու համեմունքներ։ Սակայն ժամանակի ընթացքում այն դարձավ իտալական գաստրոտուրիզմի այցեքարտը եւ տարածվեց ամբողջ աշխարհում։ Այսօր փորձեցինք պիցցայի 3 տեսակ՝ նյույորքյան, հռոմեական եւ նեապոլիտանական, իսկ վերջում դասականը։ Նախաձեռնությունն իրականացնում է Դհորեկա ընկերությունը, որը տարվա ընթացքում մի քանի անգամ Երևան է բերում միջազգային փորձառուների։ Նպատակը ոչ միայն փորձի փոխանակումն է, այլև երևանյան խոհանոցը դարձնել առավել գրավիչ զբոսաշրջիկների համար։ Մենք անում ենք համ փափուկ պաղպաղակի, համ ջելատոյի, համ պիցցայի, սննդի վերամշակման տարբեր այլ սարքավորումների հետ կապված դասընթացներ, որ մեր գործընկերները եւ շուկայում եղած խաղացողները ճանաչեն եւ իրազեկ լինեն այսօրվա աշխարհում հայտնի տրենդերին, ձևերին եւ մեթոդներին սնունդ պատրաստելու։ Պիցցայի այս տեսակի պատրաստման հիմքում խմորն է, առանց արհեստական խմորի չի։ Այն պահանջում է երկար ժամանակ եւ մեծ աշխատանք, ինչն ըստ Միքայել Ղալումյանի այսօր արդեն իրականացվում է նաեւ մայրաքաղաքի մի շարք սննդի կետերում։ 48 ժամ մենքյան հասունեցնում ենք սառնանում ու խնամքով, սիրով։ Բայց արդյոք Հայաստանում դա արվում է։ Հա, արվում է։ Մենք բազմաթիվ գործընկերներ ունենք, որ հենց տենց էլ անում են, որտեղ այլապես չստանա քո ուզած որակի պիցցան։ Գայանե Այվազյանը բացել է սննդի կետ եւ անցել տարբեր վերապատրաստումներ պիցցայի պատրաստման գործում։ Նրա խոսքով, եթե նման վարպետությունը մինչ այս տեսնում էր միայն տեսանյութերում, ապա այժմ ունեցավ հրաշալի հնարավորություն տեղում հետևելու գործընթացին եւ տալու իրեն հետաքրքրող հարցերը։ Իրենք հենց մեծացել են խմորի մեջ, ասում է, մենք նույնիսկ այդ մարսողությունը ամեն ինչի խնդիր չունենք, որովհետև ճիշտ է պատրաստվում, այ գնում է սառնանի process-ը, այդ ֆերմենտացիան եւ ջեռոցում ճիշտ պատրաստելու, ճիշտ ջերմաստիճանի տակ պատրաստելու այդ ժամանակահատվածը։ Իտալական պանրի բազմազանությամբ վերջնական համն ապահովելուց հետո Մարկո Ֆուսոն հյուրասիրեց ներկաներին։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։